որ երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ Ազգեն Սարգսյանի գլխավորությամբ, իսկ հիմա գեներալ-լեյտենանտ Ամիր Գրիգորյանի ղեկավարությամբ այս կառույցը առանցքային ու կարևոր դերակատարություն ունի մեր հանրային կյանքում։ Նաև նրան գումարվում է երկու շատ կարևոր տոներ Շուշվա ազատագրության տոնը հաղթանակի օրը։ Այս թեմաների շուրջ զրուցելու համար մենք այսօր ակումբում իրենտարել ենք Կալուդի Հովհաննիսյանին, որը պատերազմի տարիներին առանցքային դերակատարություն ունեցել Հայաստանի պաշտպանական համակարգում, եղել է երջանկահիշատակ Ազգեն Սարգսյանի պետնախարարության շրջանում օգնականը։ Պարոն Հովհաննիսյան, փաստորեն այս մի քանի 92 թվականից հետո ամիշուտ այսինի խորհուրդը վերարժևորվել է մեր ժողովրդի համար, շատ կարևոր տոն է գումարվել է ևս մեկ կարևոր տոն։ Կա այդ ընկալումը մեր հասարակության համար։ Նախ ասեմ, որ ես առանցքական դերակատարում չեմ ունեցել պատերազմական գործողությունների ժամանակ, իսկ բավականին եղել եմ հայրենիքի զինվոր։ Ասեմ, որ իմ զինվորական ուղին ես սկսել եմ որպես Սիսիանի երկրապահի մարտիկ, այնուհետև նշանակվել եմ Վաշտի հրամանատար, Արևելյան զորախմբի հետախուզության պետ, որից հետո պետնախարարի օգնական եղել։ Առանցքական դերակատարում չեմ ունեցել, այլ ունեցել եմ պարզապես մենք եմ եղել այն հազարներից, ովքեր հանուն հայրենիքի մարտնչել են և հարկաստու հաղթանակել են։ Երբ այսօր այս չեպազրույցից առաջ ես երեկ և այսօր ուշադիր հետևեցի մեր մամուլը, առավոտյան 9-ից մինչև 11, մինչև տնից դուրս գալը, ցավոք սրտի ես նկատեցի, որ ոչ մի հեռուստատեսությամբ, դեռ մամուլը չեմ ընթերցել, չեմ կարող ասել, ոչ մի հեռուստատեսությամբ ոչինչ չի ասվում այդ հաղթանակի եռախորհրդի մասին։ Այսօր կարծես չկա երկրապահի օրը, այսօր կարծես չկա մայիսի Շուշի ազատագրումը, այսօր կարծես չկար ընդհանրապես հայոց բանակը և հայոց ազատամարտիկները, ովքեր հաղթանակ պարգևեցին։ Դա իհարկե ցավ է պատճառը, և դա մեր ազգային էթնիկական ցավն է, որի համար մենք դեռ կզղջանք, իսկ լինում։ Բայց ամեն դեպս, ինչ խոսք։ Ես այսօր եկել եմ նշելու այն կարևոր պատմական իրադարձությունների մասին, որոնք մեզ բերեցին հաղթանակին։ Տեսեք, եթե մենք նկատի ունենք այսօր Շուշիի հաղթանակը, Բերլինի գրավումը և մայիսի 9-ը, ապա մեր ժողովրդի դերակատարումը շատ մեծ էր։ Եվ այդ դերակատարման մեծության հետ, մենք չպետք է մոռանանք մեր ազգային ինքնության շարունակականությունը։ Տեսեք, գիտեք, ինչ էր հայոց երկրապահը կամ հայ պետականություն մինչև Շուշին և ինչ դարձավ Շուշիից հետո։ Եթե մինչև Շուշիի ազատագրումը մենք ունեինք երկրապահ մարտիկներ, այսինքն ունեինք հայ մարտիկ, ովքեր հրացանը ձեռքին կամ զենքը ձեռքին պաշտպանում են իրենց տունը, ապա Շուշիից հետո մենք ունեցանք հայոց բանակ և հայ մարդ, որը արդեն պաշտպանում էր ոչ միայն իր վիճակը, պաշտպանում ոչ միայն իր տունը, այլ նաև իր երկիրը, իր հայրենիքը։ Շուշին բարոյական մեծ հաղթանակ էր, և Շուշիի հաղթանակի ակունքները, պատմական ակունքները, դա հայրենական մեծ պատերազմ է։ Եթե մենք այսօր հպարտությամբ ենք նշում, որ հայրենական մեծ պատերազմի տարիներին մենք ունեցել ենք 65 գեներալ և մարշալ, ունեցել ենք 11 ծովակալ և փոխծովակալ։ Եթե մենք նկատի ունենանք, որ 1941 թվականին Հայաստանի Հանրապետության բնակչությունը 1.200.000, ապա մենք 500.000 մասնակից ենք ունեցել, հայ մասնակից ենք ունեցել այդ պատերազմին։ Մենք 127 խորհրդային միության հերոսներ ենք ունեցել այդ պատերազմին։ Եվ պատերազմի, հայրենական մեծ պատերազմի այդ բարոյական ուժը, դաստիարակչական ուժը, ծնեց նոր Շուշի։ Մենք բոլորս այն ժամանակվա ազատամարտիկներս բոլորս ունենք խորհրդային կրթություն և խորհրդային դաստիարակություն։ Եվ այդ կրթության ու դաստիարակության մեջ մենք հասունացանք և դարձանք մարտիկներ։ Եվ այդ մարտիկները կարողացան Շուշի ազատագրել։ Ես անձամբ Շուշիի ազատագրմանը չեմ մասնակցել, բայց որպես Սիսիանի երկրապահի անդամ առաջինը Հայաստանի Հանրապետությունից Լաչինի միջանցք մտել է Սիսիանի երկրապահը, և ես Լաչինի, հենց ուղիղ Լաչինի կենտրոնում, որտեղ այսօր
այսօր քաղաքի կենտրոնը։ Ես այնտեղ հանդիպել եմ հաղթանակած Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին, որոնք հաղթանակած եկել են եւ մենք դիմավորեցինք իրենց լաչին միջոցում, այդ հանդիպման են մասնակցել։ Եվ գիտեմ այն մեծ ողջավորությունը, որ տիրում էր Շուշիի գրաման ժամանակ։ Շուշիի գրաման ժամանակ, ինչպես երբ ես առաջին բանակային կորպուսի հրանատայի տեղակալն էի, մայիսի 9-ին մշտական միջոցառումների ժամանակ նկարահանել էինք մեկ ֆիլմ Շուշիի ազատագրման մասին, որտեղ կա այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Շուշին առաջին ռազմական օպերացիան էր, որը քարտեզի վրա նշվեց, հրաման տրվեց եւ առաջին լուրջ ռազմական գործողության մշակումն էր Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի, որ քարտեզի վրա մշակվեց օպերացիան, հրաման տրվեց զինվորական բոլոր կանոններով իրականացվեց այդ օպերացիան։ Շուշիի օպերացիան ղեկավարել են այնպիսի փառահեղ զինվորականներ, հայոց բանակի զինվորականներ, ինչպես օրինակ Դարի Բալխյանն է, Կոմանդոսը, Արկադի Տեր-Թաթևոսյանը, Զովլյան Ֆելիքսը, գեներալ այսօր, Չիչյան Վալերյան, Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը, այն ժամանակ դրանք հեղինակություններ էին, մեծ հեղինակություններ էին։ Եվ ես ուզում եմ ասել, որ ես պատիվ եմ ունեցել նաև երկրորդ շարասյունը, օգնության երկրորդ շարասյունը, որը մենք անց ենք կացրել դեպի Ստեփանակերտ, Պարույր Հարիկյանի գլխավորությամբ, ես այն ժամանակ նշանակվեցի այդ շարասյան պահպանության պետ եւ մենք շարժվեցինք դեպի Ղարաբաղ։ Իհարկե այն ժամանակ դեռ անկախներում թուրքեր կային, դեռ ամբողջ Լաչինի միջանցքը մաքրված չէր եւ մենք հասնելով Ստեփանակերտ ես տեսա այդ ժողովրդական ցնծությունը, որ տիրում էր։ Կներեք, որ ես նշում եմ նաև այդտեղ ես առաջին անգամ հանդիպեցի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ինչեւ այդ ես ճանաչում էի, եւ Սերժ Սարգսյանին, որոնք ժողովրդի հետ միասին դիմավորում էին այդ երկրորդ ավտոշարասյունը։ Դա հսկայական մեծ հաջողություն է։ Փաստորեն, եթե մենք այսօր խոսում ենք Շուշիի գրաման մասին, մենք պետք է նշենք, որ դա մեր ազգի բարոյական հաղթանակն էր։ Միանշանակ առանց Շուշիի մենք չէինք կարող հաղթանակ անել։ Եվ ես ուզում եմ նշել նաև պրոֆեսոր Ախունդովայի խոսքերը, որը հնչեցին անմիջապես Շուշիի ազատագրումից հետո, եւ Շուշիի փախստականները Բաքվում բողոքում են իրենց իրավիճակից, եւ Ախունդովան այդ ես հեռուստատեսությամբ Ադրբեջանի հեռուստատեսությամբ այդ կադրերը նայեցի, Ախունդովան ասեց դուք վախկոտներ եք, դուք փախաք ձեր տներից, իսկ հայերը Ստեփանակերտում 3 տարի դիմացան, ոչ ոք չլքեց իր տունը։ Դրա համար մենք պարտվեցինք, որովհետև դուք վախկոտներ եք։ Իհարկե, այստեղ կարելի է շատ բառեր ասել, հայրենասիրական, որ վերջը հողը մերն էր, հողը գիտեր իր տիրոջ եղալ եւ այլ, բայց այստեղ նաև կա 20-րդ դարի հայի կերպարի խնդիր։ Տեսեք, Ստեփանակերտը այդ ռմբակոծությունների տակ դիմացավ։ Ես Երբ 92 թվականին իմ եղբայրս Մարտակերտում վիրավորվել էր հունիս ամսին, ես իրեն երբ բերեցի հոսպիտալից պետք է բերեի Երևան վիրահատության, ես եղա Ստեփանակերտում եւ այդ ժամանակ իհարկե ռմբակոծություններ, հրետակոծություններ չկան, բայց ինքնաթիռով ռմբակոծություններ դեռ կային։ Երբ ինքնաթիռը թռչում էր, մարդիկ այնպես հանգիստ էին ընկալում այդ ինքնաթիռը, այնպես հանգիստ էին վերաբերում դրան, ոչ վախ կար, ոչ խուճապ կար։ Կար միայն այսպես շատ այսպես քաջագույն ընկալում իրավիճակի եւ այդպիսի ժողովրդին իհարկե հաղթել դժվար է եւ ես ասեմ նաեւ այն ժամանակ իմ մեջ տպավորվել է նաեւ Վրեմիա ծրագիրը, ինֆորմացիոն ծրագիրը եւ ներկայացնում էր Շուշի ազատագրումը հայերի կողմից այդ ռազմական գործողությունները մի այդպիսի պատմական եզրահանգում կատարեց եւ ասեց, որ Ադրբեջանը անդադար կրկնում էր, որ ինքը ունի հզոր բանակ եւ կջախջախի ու կհաղթի Ղարաբաղում։ Սակայն պարզվում է, որ հայ կամավորական ջոկատները ավելի մարտունակ են, քան կազմավորված ադրբեջանական բանակը, եւ դա իրականում այդպես է։ Եթե ես ուզում եմ նշել նաեւ, որ հենց մայիսի 94 թվականի մայիսի 8-ին եւ 9-ին է ստորագրվել զինադատարի պայմանագիրը Բիշկեկի, այո։ 8-ին ստորագրել են Ադրբեջանի կողմը, 9-ին ստորագրել է Ադրբեջանի կողմը եւ այստեղ ես բերել եմ նաեւ այս թերթը, որտեղ ես իհարկե առանձնացրել եմ
Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի խոսակցությունը, որոնք հաստատում են, որ ամսի 9-ին է եղել։ Այս երախորհուրդ հաղթանակի երախորհուրդը, այս մայիսյան երախորհուրդը ստիպեց Ադրբեջանին խաղաղություն կնքելու։ Գիտեք, ես երկար եմ ծառայել հայոց բանակում, ես շատ եմ սիրում հայոց բանակը եւ գտնում եմ, որ բարձրագույն բարձ չէ, որ հայոց բանակը մեր պետականության ամենամեծ ձեռքբերումն է, ոչ միայն պետականություն, այլ նաեւ մեր ժողովրդի, որովհետեւ վերջին հաշվով դարերով մենք զրկված լինելով սեփական բանակից մեր երիտասարդները ծառայել եւ քայլում հաջողություն են հասել ուրիշ բանակներում, բայց այս Շուշին, ով որ ինձ հանամի չունի, հետո հարցեր կտա, ես կպատասխանեմ, այլ Շուշին հենց այդ բարոյական հաղթանակի վերջնակետն է, որից հետո սկսվում է հայոց պետականության ամենակարևորագույն գործոնի բանակի կազմավորումը։ Գիտեք, երբ խոսում են այսօր մեր սպաների, մեր զինվորների մասին, ես կասեմ, որ այս սպաները եւ զինվորները շատ են կարևորում, բանակում շատ է կարևորվում Շուշիի խորհուրդը, շատ է կարևորում Շուշիի խորհուրդը, եւ մենք դաստիարակում ենք այդ Շուշիի խորհրդով։ Բանակը այսօր, երկրապահն այսօր շատ է հպարտանում Շուշիով, որովհետև Շուշին այն բարոյական ուժն է, որով դաստիարակում են սերունդներ։ Եվ լավ ասա։ Չէ, շարունակ եք։ Եվ ես բերեմ մի օրինակ, որպեսզի մենք ավելի պատկերացնենք, թե ինչ է Շուշին, երբ մենք Լաչինի միջանցքում արդեն ազատագրվել է Լաչինի միջանցքը եւ մենք դիմավորում ենք այն բոլոր երկրապահ մարդկանց, ովքեր եկել են եւ հանդիպել ենք եւ արդեն մարտական խնդիրներ է դրվում, թե որ ջոկատը Լաչինի միջանցքի որ հատվածը պետք է պաշտպանի, այդ ժամանակ չկար մի մարտիկ, չկար մի զինվորական, որը զենքը ձեռքին այդտեղ կռվում էր, որը չպատկերացներ իրեն, որ հաղթանակ արդեն տարված է, որ հաղթանակը տարված է, որ հայտարարվեց հեռուստատեսության, որ ասեց, Վազգեն Սարգսյանը այսպես վեր ժպտաց եւ ասեց, ինչ ես կարծում, այդպիսի բան ով ռիսկ կաներ իրականացներ, եթե նախագահը տեղյակ չլիներ։ Դա իրեն պատասխանն էր, ես բառացի բերում եմ այդ պատասխանը, ով կարող էր ռիսկ անել, ես ռիսկ բառն եմ ասում, որովհետև իր բառներն եմ անում, եթե նախագահը տեղյակ չլիներ։ Սա կարող է պատասխանը։ Անգա ճակատագրի բերումով նույն հարցը ես եմ Վազգեն Սարգսյանին տվել եւ նույն պատասխանը։ Հարցեր